111 տարի անց, չնայած հայ ժողովրդի հավաքական հիշողությունը ջնջելու հավաքական ջանքերին, փաստը մնում է անսասան, ոչինչ չի մոռացվել։ Հիմա, երբ Վրեժն ընկալվում է որպես արյունարբու գործողությունների շղթա, ժամանակակից աշխարհում եւ խաղաղության օրակարգերում չտեղավորվող հասկացություն, զրուցակիցներս ընդգծում են, պետք է ճիշտ ընկալել երևույթը, առանձնացնելով էմոցիան եւ քաղաքական իրավական պահանջատիրությունը։ Երբ որ մենք խոսում ենք Վրեժի մասին, պարտադիր չի, որ այդ Վրեժը վերածվի ռևանշիզմի, կամ Վրեժը ասածը մենք պատկերացնենք Թուրքիայի դեմ պատերազմով, թուրքերին սպանելով։ Վրեժի լավագույն դրսևորումը Հայաստանի Հանրապետության ուժեղությունն է, մեր ժողովրդի շարունակականությունը։ Կարեն Խանլարյանը շեշտում է, հայ ժողովրդի օրակարգը երբեք չի սահմանափակվել զգացմունքային արձագանքներով։ Այն պահանջատիրական է իր էությամբ եւ ունի հստակ քաղաքական ու իրավական հիմքեր։ Մենք իրականում ունենք ազատագրական խնդիր։ Հայոց ցեղասպանության հարցի արտար հատուցումը եւ նախ Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչումը, ապա դրա պատասխանատվության ստանձնումը եւ այլն, սրանք բոլորը քաղաքական առումով վրեժխնդրություն չեն։ Սրանք մեկ ասկի իրավունքների հետապնդման հարցն է եւ պահանջատիրություն։ Նախքան ՄԱԿ-ի ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիան գոյություն է ունեցել հայ դատի պահանջատիրությունը եւ դրված է եղել հենց տարածքային խնդիր։ 1945 թվականին, երբ ստեղծվեց ՄԱԿ-ը, Սիմոն Վրացյանը ՄԱԿ-ին հանձնեց մի հուշագիր, որում շատ հստակ գրված էր մի բան. ազատագրել Արևմտյան Հայաստանը եւ գցել սովետական Հայաստանի տարածքին։ Սա զուտ տարածքային խնդիր էր։ Եվ այդ ՄԱԿ-ին ներկայացված հուշագրի մեջ խոսք չկար ցեղասպանության, որովհետեւ ընդհանրապես այդ ժամանակ ցեղասպանությունը որպես իրավական տերմին գոյություն չուներ։ Խանլարյանի գնահատմամբ անգամ Նեմեսիս գործողությունը չէր կարող դիտարկվել որպես պարզ վրեժխնդրություն, այն արդարության վերականգնման փորձ էր իր ժամանակի պայմաններում։ Ցեղասպանության հիշողությունը, սակայն, միայն անցյալի մասին չէ, դրա հիմնական պատգամը մնում է անփոփոխ, այլևս երբեք։ Սակայն ըստ մասնագետների, թուրքական պետական քաղաքականության բովանդակությունը չի ենթարկվել էական վերափոխման։ Այս պայմաններում հայության առջև կանգնած է ոչ միայն հիշելու, այլև ուժեղ, կենսունակ եւ արդար պետություն կառուցելու հրամայականը։ Հայոց ցեղասպանության լավագույն վրեժը իհարկե մեր ժողովրդի շարունակականությունն է, ուժեղ եւ ամուր Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Պատմությունը ցույց է տալիս, ցեղասպանված ժողովուրդը ընդամենը 3 տարի անց կարողացավ վերականգնել իր պետականությունը, դարերի ընդմիջումից հետո, ինչը ինքնին ապացույց է, որ ցեղասպանության նպատակը լիարժեք չի իրագործվել։ Սա թերևս հայոց ցեղասպանության մեծագույն վրեժն էր, ինչի պայմաններում այլևս ակնհայտ էր, որ թուրքական ցեղասպան քաղաքականությունը իր նպատակին չի հասել։ Ղուկասյանը թվարկում է վրեժի տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական վրեժ, նեմեսիս, հոգևոր վրեժ, արտահայտված խորհրդային տարիներին կրթական, մշակութային, գիտական մտքի սրընթաց զարգացմամբ։ Վրեժի հաջորդ դրսևորումը երևի թե Ղարաբաղյան շարժումն էր, Հայաստանի Հանրապետության անկախացումն էր։ Իհարկե ցավոք սրտի վերջին տարիների կատարվածը փաստում է, որ վրեժի այդ արշավը ընդհատվել է ցավոք սրտի եւ մենք նորից տեսնում ենք վրեժի ընդհատմանը զուգահեռ թուրքական ցեղասպան քաղաքականության ակտիվացում ինչ տեսանք Արցախում։ Այդուամենայնիվ, ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում հարցը մնում է բաց։ Հնարավոր է արդյոք լիարժեք պահանջատիրություն, եւ Թուրքիան երբևէ կկրի իրավական պատասխանատվություն, հատկապես Հայաստանի ներկա քաղաքականության համատեքստում։ Այսինքն, երբ որ կա հայկական պետության ներգրավումը, կա նաեւ ճնշումը Թուրքիայի վրա, երբ որ չկա հայկական պետության ներգրավումը, հայոց ցեղասպանության հարցը ցավոք սրտի միջազգային համայնքի համար մնում է հիշողություն, իհարկե պատշաճ ոգեկոչում են, որովհետև հայոց ցեղասպանության խնդիրը վաղուց այլևս դուրս է եկել հայկական շրջանակներից եւ դարձել է ընդհանրապես մարդասիրական խնդիր։ Երբևէ կընդունի Թուրքիան ցեղասպանությունը։ Կարեն Խանլարյանը այս հարցին պատասխանելիս Հրանտ Դինքի հետ զրույցից մի հետաքրքիր դրվագ է հիշում։ Մեր ցեղասպանության ընդունելը նաեւ գոյութենաբանական կամ գոյաբանական հարց է թուրքերի համար։ Ինչու որտեղ մոդեռն Թուրքիան, Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների մի կարևոր մասը հենց ցեղասպանության հարցով պատասխանատու են եղել։ Եվ բնականաբար, եթե ընդունեն թուրքերից, այսինքն Թուրքիայի կառավարությունը ընդունի երբևէ ցեղասպանությունը, դա խորքում կնշանակի, որ իր հիմնադրության ամբողջ
կենսափիլիսոփայությունը հարցականի տակ է։ Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կարողանա առերեսվել իրականության հետ, բայց այլ ելք չկա։ Վաղ թե ուշ պետք է ընդունի ցեղասպանությունը, ասում են զրուցակիցներս։ Միաժամանակ ընդգծում են, հայ ժողովրդի պահանջատիրությունն ունի լուրջ իրավական հիմք, ներառյալ տարածքային հարցերը միջազգային բարձր այդյաններում բարձրացնելու հնարավորությունը։ Սակայն առանցքային նախապայմանը մնում է նույնը՝ պատմական հիշողության պահպանումը, որի խեղաթյուրումը այսօր եւս դիտվում է որպես համակարգային վտանգ։ Անայս Սարգսյան, Սամվել Իսրայելյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։